Բարև բոլորին։ Ողջույն։ Այսօր խոսել ենք մեր համար շատ կարևոր թեմայից, Գյումրիից ենք խոսելու ու անօթևան ընտանիքներից։ Մենք երկուս էլ Գյումրիից ենք ու ամեն օր այս փոքր քաղաքում հանդիպում ենք այնքան շատ տնակների ու վատ վիճակում գտնվող անօթևանների, աղքատ ընտանիքների, որ հնարավոր չէ ուղղակի չանդրադառնալ այս թեմային։ Դրա համար էլ մենք այսօր որոշեցինք անդրադառնալ այս թեմային։ Ինչպես գիտեք, երկրաշարժից հետո 1978 թվականից անցել է արդեն 27 տարի, բայց դեռ 1000-ից ավել ընտանիքներ կան, որոնք որ անօթևան են, ապրում են ժամանակավոր կացարաններում, դոմիկ կոչվածներում։ Այս 27 տարիների ընթացքում խնդիրներն ավելի են շատացել, քանի որ այն երեխաները, որոնք 90-ականներին այդ դժվար պայմաններում տնակներում էին ապրում, հիմա արդեն իրենց երեխաներն ունեն, որոնք նույն պայմաններում են ապրում։ Ընտանիքների անդամների թիվը ավելանում է, խնդիրները չեն պակասում։ Նաև ուզում ենք նշենք, որ այդ տնակները, որոնք որ տրվել են մարդկանց որպես ժամանակավոր կացարան, միգուցե սկզբից քիչ թե շատ կարողացել են այդ տնակների միջոցով ապահովել գոնե մինիմում ստանդարտները ապրելու, բայց այսքան տարի անցել ու այդ տնակները ուղղակի նախատեսված չեն այսքան երկար ժամանակ ապրելու, բացի դրանից էլ, ինչպես Ջին ասաց, ընտանիքները մեծացել են եւ վերջիվերջո կարիք կա այսքան տարի անց, որ այդ ընտանիքները ունենան նորմալ բնակարաններ, նորմալ տներ։ Անօթևանության խնդիրը լուծելու համար կառավարությունը պետբյուջեից հատկացրել է որոշակի գումար բնակարանաշինության համար։ Մի մասը իրականացվել է Գյումրիում, կառուցվել է մեկ առանձին թաղամաս, որտեղ բնակելի շենքեր են ու որոշակի քանակով ընտանիքներ ստացել են բնակարաններ։ Շատ հաճախ մենք տեսնում ենք ռեպորտաժներ այն մասին, թե ինչպես են այդ վատ որակով կառուցված բնակարանները մաս-մաս հլվում, առաստաղն է կոտրվում կամ վտանգավոր պայմաններ են ստեղծվում մարդկանց համար։ Ես նախագիծը բնակարանների գնման վկայականներ տրամադրելու պրոյեկտն է։ 2015 թվականին 444 ընտանիքներ ստացել են բնակարան, բայց այստեղ նույնպես էս առումով խնդիր կա, որովհետև գումարը տրամադրվում է ըստ իրենց բնակարանի կորցրած սենյակների քանակի եւ քանի որ ընտանիքների անդամների թիվը մեծացել է եւ անշարժ գույքը ավելի թանկ է դարձել, հնարավոր չէ տրամադրված գումարով գնել նույն սենյակների քանակով բնակարան։ Ամեն ինչ արվում է, որ մարդիկ այդ տները ստանան ու որ կառավարությունը կարողանա ասի, որ ինչ որ քանակի տուն է տվել, որակը այստեղ ընկնում է երկրորդ պլան ու հիմնականում մտածում են քանակի մասին, բայց արի ուտես, որ քանակն էլ այդքան էլ չեն կարողանում ապահովել, որովհետև ներկայապային 1000-ից ավել ընտանիքներ կան, որոնք անօթևան են եւ շարունակում են ապրել շատ վատ պայմաններում։ Սա ընդամենը մոտավոր թիվն է գրանցված, այսինքն հաշվառված անօթևանների, իրական նրանց թիվը շատ ավելի մեծ է։ Ու այսպես մի բան էլ կա, այն մարդիկ, ովքեր 27 տարի ապրել են կենտրոնում, հիմա չեն ուզում ստանալ վատ որակով բնակարան քաղաքի ծայրամասում։ Բնականաբար շատ ծրագրեր են արվել ու տարբեր կազմակերպություններ զբաղվել են Գյումրիում անօթևանության խնդիրը լուծելու համար, սակայն այդ ամեն ինչը հաշվի առնելով թե ինչքան ժամանակ է անցել, բնականաբար հերիք չի ու բնականաբար շարունակում են մարդիկ ապրել նման պայմաններում ու նրանք շատ են, հավատացեք, նրանք շատ են, չգիտեմ Գյումրիում եղել եք թե չէ, բայց եթե լինեք եւ եթե ցանկություն ունենաք, կարող եք գնալ տեսնել, թե այդ մարդիկ իրական ինչ պայմաններում են ապրում։ Մինչդեռ կառավարությունը շարունակում է շռայլ ծախսեր անել բյուջեի հաշվին։ Օրինակ բերեմ, թե ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի վրա, որը որ 2011 թվականից կառուցման փուլում է գտնում, արդեն ինչքան գումար են ծախսել, 133 միլիոն դրամ ծախսել են թենիսի հարթակների վրա, 100 միլիոն դրամ ֆուտբոլի դաշտեր կառուցելու վրա, ավելի քան 215 միլիոն դրամ ծախսել են սպորտային հրապարակների ծածկույթի վրա, 41 միլիոն դրամ ծախսվել է սպասքի հավաքածուների, 30 միլիոն դրամ ծախսվել է վարագույրների, 20 միլիոն դրամ ծախսել են կենտրոնի համար ձեռք բերված ներքնակների վրա, այսինքն մինչ այս պահը ծախսվել է գրեթե 20 միլիարդ դրամ ընդամենը մեկ ուսումնական կենտրոնի վրա ու այս տվյալները հասանել են այն փաստաթղթերից, որոնք որ հնարավոր է գտնել համացանցում, պատկերացնեք, թե ինչքան գումար է կառավարությունը որոշում շռայլել ընդամենը մեկ ուսումնական կենտրոնի վրա, որը որ այդքան էլ կարևոր չէ երկրի զարգացման կոնտեքստում, քանի որ ուղղակի նախատեսված է ֆինանսների նախարարության աշխատողների վերապատրաստման համար, այսինքն այդ ամեն ինչը կարելի էր անել արդեն
գոյություն ունեցող ինչ-որ կենտրոնում, իսկ Գյումրիում մարդիկ անիրական հույսեր են պայպայում, որ կառավարությունը ինչ-որ մի օր կօգնի կամ ցանկություն կունենա իրենց օգնելու ու իրենք նոր տներում կապրեն։ Բազմաթիվ կազմակերպություններ, որոնք մոնիթորինգային գործունեություն են ծավալում, անընդհատ ինչ-որ զեկույցներ են հրապարակում այս նույն ծախսերի, շռայլությունների եւ այլնի մասին, որոնք արդեն հայտնի են ու հերքել ոչ ոք չի կարող։ Նշեմ դրանցից մի քանիսը եւս։ Այս վերջերս $100 միլիոն գումար նախատեսվել է Երևանի ճանապարհների շինարարության համար։ Կառավարությունը նաեւ կորպորատիվ միջոցառումների եւ այլնի համար առանձին ծախսեր է անում, օրինակ 708,000 դրամ 4 ծաղկե փնջի համար, 2.5 միլիոն դրամ 4 ժամացույցի, կոնյակների հյուրասիրության համար։ Իսկ ոստիկանությունը, որը անընդհատ ինչ-որ փոփոխություններ է մտցնում իրենց արտահայտության մեջ ցույց տալով, որ իրենց իմիջի եւ հեղինակության վրա են աշխատում, նախորդ տարվա ընթացքում մի ոսկերչական գործարանի հետ պայմանագիր է կնքել եւ պատվիրել 15 միլիոն դրամի մեդալներ իր աշխատակիցներին ապարգևատրելու համար։ Այս ցուցակը, որ համ ես ասացի ամջին ասաց, իրականում կարող է անվերջ թվալ, որովհետեւ նախարարությունը ընդհանրապես կառավարությունը անդադ ինչ-որ ծախսեր է անում ու այդ ծախսերը ուղղակի ծախսեր չեն, այլ շքեղ, շռայլող գործունեություն ծավալելու չարթարացված քայլեր են։ Այդ պատճառով արդեն Գյումրիում բոլորը գիտեն, որ այլ հույս չկա, արդեն Գյումրիում բոլորը մինչև կոկորտ կուշտ են կառավարության կողմից տված խոստումների եւ այլնի համար, որոշել ենք ինքներս քայլ ձեռնարկենք ու կարողանանք այդ ընտանիքներից գոնե մի քանիսին օգնություն ցուցաբերենք։ Այսպիսի խիզախ ու նախաձեռնող անձանցից մեկը լուսանկարիչ Հայկ Բարսեղյանն է ու SOS Գյումրի թիմը, ովքեր միասին նախաձեռնել են ֆոտոպրոյեկտ եւ ընդհանրապես մի քանի տարիների ընթացքում շատ այցելել են անօթևանների ու լուսանկարներ արել։ Հիմա այդ ընտանիքներից 13-ն ընդգրկված են ֆոտոպրոյեկտում եւ միջոցների հայթայթման ակցիա է սկսվել նրանց բնակարանով ապահովելու համար։ Այս ընտանիքներին օգնելու համար օգտագործվել է միջազգային հարթակ, որը կոչվում է crowdfunding։ Այս կայքը ուղղված է նրան, որ մարդիկ կարողանան իրենք մտնեն եւ որոշեն ինչքան գումար են տալիս։ Այս ամենը on-line արվի, ավելի հեշտ արվի աշխարհի ցանկացած կետից։ Լինքը կդնենք այս վիդեոյի ներքևում։ Արդեն հավաքվել է մոտավորապես 10,000 ֆունտ ստերլինգ ընդհանուր ուժերով, բացի այս կայքի նաև կան տեղական այլ բանկային հաշվի համարներ, որոնցով որ նույնպես կարելի է փոխանցում կատարել։ Ընդհանրապես շատ կազմակերպություններ ու շատ նախաձեռնություններ նույնպես միացել են այս դրամահավաքին։ Մենք էլ ենք միանում ու բնականաբար այս էպիզոդով փորձում ենք այնպես անել, որ ծրագիրը ավելի շատ լայն տարածում գտնի։ Կարծում եմ 700 դրամը, որը 1 ֆունտ ստերլինգին համարժեք գումար է, այնքան էլ մեծ գումար չէ յուրաքանչյուրիս համար, ու մենք երևի թե բոլորս էլ կկարողանանք միանալ այս գումարը տրամադրել, որը նույնիսկ այս չափով կարող է շատ օգտակար լինել եւ որոշիչ։ Իրականացվող ակցիաների, ուղիղ եթերների, ծրագրի շրջանակների մյուս միջոցառումների բոլոր լինքերը կտեղադրենք մեր կայքում, եւ եթե կուզենաք դուք նույնպես կարող եք ձեր ներդրումն ունենալ եւ անմիջապես կապ հաստատել պրոյեկտի ղեկավարների հետ։ Հայաստանում երկրաշարժից հետո անօթևանության ծագած խնդրի մասին ու Հայքի ֆոտոպրոյեկտի մասին Al Jazeera-ն հատուկ եթեր է ունեցել այս վերջերս, որը որ լայն արձագանք է ստացել, լայն տարածում է գտել, դրա լինքն էլ կարող ենք դնել ներքևում, կարող եք մտնել նայել։ Երբ պրոյեկտը ավարտվի եւ վերջնական նպատակին հասնեք, յուրաքանչյուր կիմանաք, որ դուք ձեր լուման եք ներդրել այս 13 ընտանիքների բնակարան ստանալու գործում։ Իհարկե ցավալի է, որ այն իրավիճակի ենք հասել, որ կառավարություն վրա արդեն ոչ մի հույս չեն կարող դնել, թե մի քիչ ավելի խորը խոսենք, բնականաբար այս բոլոր խնդիրները կապված են նաև մեզանից, որ ի սկզբանե թույլ ենք տվել, որ այսպիսի կառավարություն ձևավորվի, բայց ամեն դեպքում արդեն ունենք այն ինչ որ ունենք ու ժամանակն է ինչ որ բան ձեռնարկելու, ինչ որ բան փոփոխելու համար, ու նույնիսկ եթե դուք չեք կարող ծրագրին օգնել գումարով, շատ կուզենայինք, որպեսզի այս մեր ոդքասթը տարածեք, շեյր անեք ձեր սոցիալական ցանցերում ու ձեր ընկերներին ուղարկեք, փորձենք այնպես անել, որ շատ մեծ արձագանք ստանա այս նախագիծ ու նախագծի հետ կապված ցանկացած իրադարձություն, որպեսզի վերջիվերջո տեսնենք արդյոք կարող ենք այսքան մարդկանց օգնել։ Այսքանով երևի ավարտենք այս ոդքասթը։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր լսեցին մեզ ու պատրաստվում են նախագծին օգնություն ցուցաբերել, ինֆորմացիան տարածելու կամ գումարի տեսքով։ Շնորհակալություն, որ ձեր ժամանակը տրամադրեցիք մեզ լսելու համար։ Մնացեք բարյավ։ Հաջողություն։